Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ եւ շատ սիրելի հայրենակիցներ։ Նախ ելույթի սկզբում, պարոն Մամիջանյան, ուզում եմ ձեզ ասել, որ մենք ոչ իմպիչմենտին ենք դեմ, ոչ փողոցային պայքարին։ Ուղղակի ասում ենք իմաստ չկա, որովհետեւ դուք բազմաթիվ փորձեր արել եք եւ մենք տեսել ենք, թե ինչով է այն ավարտվել։ Խնայում ենք ձեզ ուղղակի։ Հարգելի հայրենակիցներ, սիրելի գործընկերներ, որոշում եմ կայացրել ինքս ինձ համար, որ այս ամբիոնից այսուհետ խոսելու եմ մեր կատարած աշխատանքների մասին, որովհետև անդրադառնալ ընդդիմության առաջ քաշած թեզերին, մեկնաբանել նրանց ասելիքները, մեղմ ասած, ժամանակի վատնում կլինի, որտև ինչպես նախորդ հարցազրույցներից մեկում վարչապետը նշեց, փոփոխվող աշխարհում չփոխվելը խնդիր է, իսկ այո, ընդդիմադիր գործընկերների գործելավոճը եւ իրենք ընդհանրապես մեծագույն խնդիր են, որովհետև այս տարիների ընթացքում որևէ փոփոխություն նրանց մոտ չարձանագրվեց, ցավոք։ Հարգելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ ուզում եմ այս բարձր ամբիոնից բոլորս միասին փաստենք շատ կարեւոր մի իրականություն։ Հայաստանի Հանրապետությունն այսօր խաղաղ է։ Հայաստանի Հանրապետության սահմաններում 2 տարուց ավելի է չունենք զոհեր։ Կարծում եմ, սա ուղիղ առնչվում է բոլորիս հետ եւ խնդրում եմ մի պահ հայացք գցենք տարածաշրջանում կատարվող իրադարձություններին եւ առհասարակ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին եւ արձանագրենք, որ մենք այսօր ունենք շատ մեծ ու կարևոր ձեռքբերում խաղաղությունը։ Եվ խաղաղությունն է հիմք դարձել, որ մեր երկիրը այսօր զարգանում է։ Խաղաղությունն է հիմքեր ստեղծել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում գործում է առողջապահության ապահովագրության համակարգը, որի շրջանակներում բուժում են ստանում հազարավոր մեր շատ սիրելի հայրենակիցներ։ Խաղաղությունն է հիմք ստեղծել, որ մենք կարողանում ենք մեր երկրում կառուցել մանկապարտեզներ եւ դպրոցներ, որոնց ես երազանքների դպրոցներ եւ մանկապարտեզներ եմ անվանում։ Խաղաղությունն է հիմք ստեղծել, որ մենք կարողանանք այսօր օրենքում փոփոխություններ կատարել եւ մեր զինվորները ծառայեն ոչ թե 2 տարի, այլ տարի 6 ամիս։ Այս փոփոխություններն ու դրական արձանագրումները ես կարող եմ ժամեր շարունակել, բայց ժամանակը եւ ֆորմատը թույլ չի տալիս։ Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, ես վստահ եմ, որ խաղաղության օրակարգը բացարձակապես ձեր աջակցությունը ունի եւ դուք այդ ամենը քվեի տեսքով մեզ ցույց եք տալու առաջիկա համապետական ընտրություններում։ Ես գիտեմ, որ ինչպես մենք, այդպես էլ դուք մեր կողքին եք։ Շնորհակալ եմ։ Հավանիշ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։